Ողջույն բոլորին, նստած մտածում էի, թե ինչ բաղադրատոմսով հանդես գամ այս անգամ ու հետո մտածեցի շատ համեղ խաչապուրիներ կարելի էր պատրաստել ֆիլոխմորով ու միանգամից անցա խոհանոց, այստեղ ունեմ պանիր, հալվող պանիր սիրելիներս, մի լավ քերիչով կանցկացնեմ եւ պանիրի վրա կավելացնեմ կատնաշորը ըստ ցանկության, ինչքան կարող եք ավելացրեք 3 ճաշի գթալ, 4 ճաշի գթալ, նայած ինչքան եք վերցնում պանիրը եւ ինչքան եք վերցնելու ֆիլոխմորը։ Միջուկի վրա աղ կանենք եւ միջուկը կդնենք մի կողմ։ Հա մի փոքր էլ սև պղպեղ եմ ավելացրել, չգիտեմ ինչի ես շատ եմ հավանում սև պղպեղի համը պանիրի եւ կատնաշորի հետ։ Վերցնում ենք ֆիլոխմորը, ընկերներ ջան, երկու թերթիկ առանձնացնում ենք, մեջտեղից երկարությամբ կտրում եւ մեր նախատեսված միջուկը լցնում ենք թերթիկների մեջ, ծրարի նման փաթաթում, կարագը դնում ենք այն տապակի մեջ, որի մեջ որ պետքա պատրաստենք խաչապուրիները, մի քանի կտոր կարագ ենք տեղավորում եւ ծրարները տեղավորում ենք տապակի մեջ, վրան կրկին մի քանի կտոր կարագ կդնենք, կքսենք ձվի դեղնուցը կաթի հետ միասին, ըստ ցանկության կարող եք օգտագործել քունջութի սերմեր, կտեղավորենք ջեռոց 200 աստիճան ջերմության տակ, այնքան ժամանակ մինչև ոսկեգույն ստացվի, կհանենք եւ մի փոքր սառելուց հետո կհամտեսենք ընկերներ ջան։ Վստահ եմ շատ եք հավանելու, հաճախակի եք պատրաստելու, որովհետև շատ փխրուն, բարակ թերթիկներով շատ համեղ խաչապուրիներ են ստացվում, կհավանեն նաև ձեր երեխաները, համաձայնվեք, որ այսպիսի հեշտ բաղադրատոմսերը ավելի առավել հեշտացնում են մեր առօրյան եւ շատ գոհ են լինում մեր հյուրերը եւ մեր տան անդամները եւ մենք ավելի վստահ ենք արդեն մտնում խոհանոց, որովհետեւ շատ քիչ ժամանակում կարողանում ենք պատրաստել շատ համեղ բաղադրատոմսեր, շատ համեղ ուտեստներ սիրելիներս։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել հավանելու կոճակը, քանի որ դա շատ կարևոր է իմ տեսանյութերի համար, իսկ ես ձեզ ասում եմ ցտեսություն, մինչ նոր տեսանյութի հանդիպում։